Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 11-ի համար, ինչպես տեսնում եք հայելային թիվ է, շատ գեղեցիկ թիվ է, միայն սա է, որ այսպես գեղեցիկ է լինում, ինչքան էլ որ մնացածը կան, բայց հա ավելի գեղեցիկ է։ Տեսանյութը շատ վաղուց արդեն ալիքում է, թվագիտության կարող եք նայել, թե ինչ է նշանակում 11-11-ը և երազանք պահեք անպայման, բաց մի թողեք այս հնարավորությունը յուրաքանչյուր նման օրեր բաց է տիեզերքը մեր առջև, բաց է առաստված մեր առջև և կարող եք հանգիստ պահել ձեր ցանկությունները։ Ուղղակի ցանկությունը պահեք ներկա ժամանակ, այսինքն դուք որ արդեն ունեք, այնինչ որ ուզում եք, օրինակ ուզում եք որ ընկեր ունենաք, սիրային ասեմ, ասում եք, որ ես արդեն ունեմ ընկեր, ինքը այսպիսին է, այսպիսին, ինչպիսին որ դուք եք իրեն պատկերացնում, բայց պետք է անպայման մերժեք նաև այն ինչ որ չեք ուզում, ճիշտ է բոլորը իդեալական են ուզում, բայց դուք կարող եք ունենալ այդ ամենը, օրինակ բարձրահասակ, թիկնեղ, կապուտաչյա եւ այլն, բայց նա սիրի խմել, բայց նա սիրի թմրանյութեր օգտագործել, բայց նա սիրի ծեծել, մի խոսքով։ Դե համար ճիշտ պետք է պահեք ձեր ցանկությունը նաև հենց այդ սիրային առումով։ Եվ ամանորի համար տեսանյութ եմ ուզում պատրաստել։ Մեկ րոպե։ Ինքը մեկ այլ քարտեր է, դեռևս, եւ իհարկե ուզում եմ անպայման նշել, որ եւս քարտեր եմ պատվիրել, նմանատիպ քարտեր է, ամենօրյայի համար եւ ժամանակ առ ժամանակ, այսինքն մի օր սա կլինի, մի օր նա, այդպես, որ ձեզ համար էլ ձանձրալի չլինի։ Մյուսի բառերը ուրիշ են։ Դե կան բնականաբար այնտեղ աշխատանք, գումար եւ այլն, բայց որոշ բաներ նաեւ ուրիշ է։ Եվ իհարկե ամանորյա շուտով կլինի գուցե այս 2 օրը նաեւ, որովհետեւ աշխատանքային օրեր չեն համարվում, ես Ֆրանսիայում եմ եւ աշխատանքային օրեր դեռ չեն համարվում ամսի 11-ը, 11 վաղը, այդպես կարելի ասել։ Եվ ես ազատ եմ, ոչինչ չունեմ անելու, հնարավոր է նաև նմանատիպ voice-ը տեսանյութ անեմ։ Ինքը արհեստական քարտեր են, քարտերը կտեղադրեմ էկրանին, մի անկյունում, թե ինչ քարտեր կընկնեն ձեզ, ըստ այդ քարտերի կվելուծենք, թե ինչ է ձեզ սպասվում ամանորին։ Դե դա ուղղակի, ոնց որ հենց այնպես, հետո եւս էլի նորից կանեմ։ Ամանորը առջևում է, ինչ էլ որ անեմ, միևնույն է կմոռանաք։ Ամանորյա քարտերը չեմ պատվիրել, բայց մեկ այլ քարտեր կան, դա եւս։ Ինչ որ չափով դրանով եւս կարող եմ անել, միգուցե դա էլ պատվիրեմ, դեռ չգիտեմ։ Փոքր քարտեր են, գիտեք, որ ես սիրում եմ նմանատիպ քարտերով, բայց իհարկե պետք է հասկանաք, որ այս քարտերը ավելի հզոր են, քան մնացածը, իրենք ավելի ուժեղ են, քան տարոն, ես այդպես կարող եմ անգամ ասել, որովհետև ես գիտեմ, որ այս քարտերը դուրս է եկել մինչև տարոն, դրա համար է սրանք ավելի ուժեղ են, ավելի հզոր են։ Եվ այն երկրներում, որտեղ որ արտադրվել են այս քարտերը, հենց այդ երկրներն են իրոք, հենց հիմա այս պահին անգամ հզոր։ Իրենց ասած յուրաքանչյուր թվագիտությամբ, քարտերով եւ այլն յուրաքանչյուր բան կատարվում է։ Ահա, այսքանը տեղեկատվության համար։ Այսօր ուշ եմ տեղադրելու, որովհետև շաբաթվան կար, ես էլ բավականին շատ էի զբաղված, 3 չկարողացա անել, որ դուք այսօր առավոտյան տեսնենք, որովհետև մեկը մյուսին նաև խանգարում է, հնարավոր է նաև այսպես անեմ յուրաքանչյուր 2 շաբթի նայեք 3 շաբթի օրվանը երեկոյան ժամերին, ավելի շատ։ Ահա, սա նորություններից, որ հետաքրքիր տեսանյութեր, 2 հետաքրքիր տեսանյութ, մեկը 2 օր հետո, մյուսը արդեն հնարավոր է մի փոքր ուշ տեսնեմ։ Դե նոր քարտերը մինչև գան, բնականաբար մի անգամից եւ 2-ն կպատվիրեմ, նա ընդամենը 1 կամ 2 անգամ կարող եմ անել, նա հենց այս քարտերից է, բայց հենց վերաբերվում է միայն տոնական, միայն ամանորին,
Այսինքն ինչ կարող է սպասվել ամանորին եւ վերջ, հա, դրանից հետո դե միգուցե ինչ-որ շաբաթը մեկ նմանատիպ ոյթաբան անեմ, տեսնենք երբ կհասնի, ամենակարևորը։ Ահա, քարտերը արդեն տաքացան, եւ մենք կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 11-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, հեռախոսազանգ ունեք, այստեղ հանդիպում կամ շփում ոչ մասնագետի հետ, որը տղամարդ է, յուրաքանչյուր ոլորտ նա կարող է լինել, նա իրավաբան, բժիշկ եւ այլն։ Եվ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, մտածեք այդ ուղղությամբ, ձեզ լավ եք զգում, սիրված եք զգում, մտածում եք ձեր կարիերայի մասին, միգուցե կարիերայում առաջ խաղացում կա եւ դա է ձեզ ուրախացնում, միգուցե նաեւ ասել են, որ փոփոխություններ է լինելու, դա է ձեզ ուրախացնում, նաեւ սերն է, հա, սա կարող է ձեր երկրորդ կեսի մոտ է այդ ամենը կատարվում, ոչ թե ձեզ մոտ, այլ իր մոտ եւ դուք ուրախ եք։ Ոչ մի բան է այստեղ, կարող է շատ չի բարձրանում, շատ ինչ-որ փոփոխություններ չկան, բայց այն, որ ինչ-որ փոփոխություններ լինի, դա եւս նկատելի կլինի ձեզ համար։ Եվ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել եւ ուղղակի մտածեք կամ միգուցե ժամադրության եք, մտածում եք ոնց որ կարող է խանգարում է կարիերային, կարող է խանգարում է ինչ-որ մի ձևով դե ոնց որ ժամանակը չի դեռ պետք է մտածեք կարիերայի մասին եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 11-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, երկար սպասված ոչ է տեղեկատվություն է, միգուցե փաթեթ է, զանգահարում են, ասում են փաթեթ է եկել է, եկեք ստացեք եւ այլն, հա, ինչ որ փաստաթուղթ է եկել եւ այլն, մինչեւ այդ ոնց որ զանգ կա նոր հետո այն ինչ որ պետք է ստանաք։ Նաեւ դա ինչ որ մեկից կարող է լուր է, որ դե ընդհանրապես այդ քարտը նաեւ որ արդեն ձեզ պետք չի դա։ Այդ լուրը արդեն ոնց որ պետք չի ձեզ։ Ոմանք կարող են այդ օրը սիրահարվել, ոմանց սիրախոստովանություն անել, ձեզ սիրված զգաք, ձեզ լավ զգաք։ Ուրախ լինեք։ Նաեւ այստեղ հուզված եք, կամ պետք է գնաք հիվանդանոց, կամ հիվանդանոցում ինչ որ մեկը ունեք, հուզված եք, այդպես միգուցե նաեւ արտասվում եք իր համար կամ միգուցե դուք պետք է գնաք այնտեղ եւ հուզված եք թե ինչ են պատասխանելու ձեզ։ Ելք եք փնտրելու այդ օրը նաեւ ինչ որ հարցին լուծում տալու համար եւ կամ գումար եք ծախսելու կամ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լի կլինեք, ձեր գործերը առաջ կգնան, կզարգանան, ինչ որ մեկի հետ նամակագրական կապ կլինի, դա կարող է լինել սիրային գործերը առաջ կգնա, հա, սիրային հարաբերություններում առաջ խաղացում կլինի։ Ոմանք կարող են փաստաթուղթ ստանալ տեղեկատվություն, որը եւս էլի ձեր գործերը էլի առաջ կմղի։ Նաեւ այդ օրը տան հետ կապված իրադարձությունները միգուցե այն ինչ որ կատարվում է նշում եք, կամ առիթ է ձեր տանը, կամ պետք է գնաք այդ օր առիթի, կամ այդ ամեն ինչը տան հետ է կապված, տան պայմանագիր եք կարող եք ընկնում։ Ի վերջո, հա, ոնց որ գործերը առաջ է գնում եւ այդ տունը ձերն է։ Դա եւ առիթ է, էլի սա։ Կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 11-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օր առավոտյան վիճում եք, հետո երկեսանի մարդիկ կան ձեր կողքով, միգուցե պարկում եք, հանգստանում եք, իբրև թե եկել են ձեզ աջակցում են եւ այլն, հա, նման ինչ որ պահեր կարող են լինել։ Նաեւ դա կարող է լինել ինտիմ հարաբերությունների հետ կապված ձեր դիմացինի Օրը այդքան էլ լավը չէ, պետք է կարողանաք ուղղակի հանգիստ մնաք։ Օրվա ընթացքում եւս խոչընդոտներ կան եւ հետո էլի նորից տխրում եք, ձեզ այդքան էլ կարող է լավ չեք զգում։ Ով առավոտյան վիճելուց հետո այդ ամեն ինչը կատարվում է, դրա համար պետք է առավոտյան ձեզ կարողանաք զսպել, որ մնացած գործողությունները ձեզ հետ ուղղակի չլինեն, որովհետեւ մինչեւ անգամ վերջին րոպեները օրվա Էլի կամ վատ եք զգում, կամ միգուցե հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, կամ այստեղ կարող է վիճում եք դիմացինն է վատանում։ Դուք ձեզ այստեղ վատ եք զգում, նայեք, խոցված սիրտ է, այստեղ տխուր եք։ Հանգստություն, հա, միայն հանգստություն, այդ օրը պետք է պահպանեք, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նման վերաբերմունք կամ նման մարդիկ, վատ մարդիկ, եւ օրվա ընթացքում որևէ մասնագետի հետ կարող եք հանդիպել, խոսել, հետո գորգռում եք կամ հիվանդանոցում եք գորգռում կամ ոչ է բժշկական կենտրոնում եք գորգռում, ոչ է կոսմետիկայի տենց նման կենտրոնում եք գորգռում։ Գուցե ինչ-որ մի բանը ձեզ դուր չի գալիս։ Կամ այնքան եք գորգռում, հետո ձեզ վատ եք զգում։ Դա էլ կա։ Եվ ինչ-որ մի բան է ուշանում, հնարավոր է օձերի պատճառով է ուշանում, հնարավոր է խոչընդոտներ կան դրա համար է ուշանում, կամ 1 ամիս կուշանա, կամ մոտապես 3 ամիս կուշանա։ Կարող դրա համար եք գորգռում, ինչ-որ մի բան չի արել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 11-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան կամ երկար եք քնելու, մնալու եք քնած կամ պետք է շուտ արթնանաք։ Միգուցե սիրելիին պետք է դիմավորեք, միգուցե ուրախ եք, նոր կարող է նոր պաշտոն են տվել կամ առաջ խաղացում է, դրա համար եք արթնանում։ Նաև սա ձեր սիրելին կարող է ձեզ արթնացնել, կարող է գալիս է օտարերկրից կամ ինչ-որ մի տեղից եւ ձեզ արթնացնում է քնից։ Նաև ոմանց սերկ խոստովանեն այդ օրը հենց առավոտյան, դուք սերկ խոստովանեք, կարող եք սիրահարվել նաև ինչ-որ մեկին տեսնում եք առավոտյան շատ շուտ։ Եվ ձեր սիրված կզգաք ոնց որ լավ կարթնանաք, այդպես լավ տրամադրությամբ։ Մի փոքր կարիերայում փոփոխություն է, շատ չէ, բայց չնչին, հա, միևնույնն է, էլի նկատելի կլինի, առաջ խաղացում է դա։ Ոմանք հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեն, կամ դուք եք գնում որևիցե, այնտեղ ես լավ բան չեմ տենում, կներեք, բայց պետք է ասեմ, լավ բան չեմ տեսնում։ Չգիտեմ ով է հիվանդանոցում։ Նաև ոմանք կարող է հիվանդանոցում մարդ ունեն և տխրում եք, արտասվում եք, երբ եք փնտրում ինչ-որ կամ բուժման հետ կապված, կամ ինչ-որ բան անելու համար, միգուցե գումար է հարկավոր վիրահատության համար, և ոմանց մոտ էլ այստեղ մեկ այլ բան է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ոմանք ծննդաբերության, հղիության մասին և երկերեսանի մարդիկ անմիջապես կհավաքվեն ձեր շուրջը։ Գործերը կարծես թե առաջ այդքան էլ չի գնում, չեք կարողանում առաջ տանել և հույսով լցված եք կամ հույսներ դրել ինչ-որ մեկի վրա, որ ձեզ կարող օգնել այդ գործերը առաջ տանելու համար։ Եվ հեռախոսազանգ ունեք, այնտեղ ևս փակ է։ Ինչ-որ գործեր կան, որ այդ օրը ուղղակի պետք է չանեք, որովհետև հնարավոր չի անել։ Եթե կապված է այդ հեռախոսազանգի հետ, հա, առավել ևս։ Այսքանը ձեզ համար, միգուցե այդ մարդու հետ վիճել եք ժամանակին, և հիմա նա ոչինչ չի անում ձեզ համար, միգուցե նաև այդպես է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 11-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը գորգռալու եք ինչ-որ մեկի վրա։ Կամ սկզբում տատանվում եք, ծանրութեթև եք, կամ սկսում եք կասկածել, հետո եք գորգռում, կամ հետո եք ծանրութեթև անում ձեր ասած բառերը։ Դե ձեր ձեռքում է, այնպես որ գորգռացողը դուք եք, դուք պետք է ձեզ կարողանաք կառավարել։ Եվ ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, որը ձեզ հաջողություն կբերի, նաև հանկարծակի լուր ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը տատանվում եք, սկսում եք կասկածել եւ սկսում եք վիճել։ Հետաքրքիր է, գիտեք, ամենալավ օրն է եւ բոլորինը ինչ-որ բաներ է սպասվում։ Եվ լարվածությունը բավականին շատ է, էներգիան բավականին շատ է, չեք դիմանում եւ սկսում եք իրար վիրավորել կամ, չգիտեմ, բոլորի մոտ է այդպես։ Տատանվում եք եւ հետո սկսում եք վիճել կամ վիճում եք, հետո եք տատանվում կամ վիճելու ընթացքում անգամ մտածում եք, հերիք է կանգ առնեմ, ինչու եմ խոսում, բայց միևնույնն է, էլի կարող եք վիճել։ Օրվա վերջ, ոչ թե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, բայց այստեղ ինձ թվում է չեք բաց թողնում, ուրախ եք։ Կարող է պետք է բաց թողնեիք, հա, հիմա արդեն գիտեք եւ այդ հնարավորությունից օգտվում եք, դե համար ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի երեկոյան արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջյուրների։ Ինչ է սպասվում աճեղջյուրներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի աճեղջյուրներ, այդ օրը ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Գործերը մի փոքր առաջ կմղեք, շատ չեք կարողանա, հա, բայց ինչ որ չափով առաջ կմղեք։ Նաև հանկարծակի լուր կլսեք, ինչ որ անսպասելի է դա ձեզ համար, փուչկի նման ինչ որ մի բան կարող է պայթել։ Նաև կարող են ձեզ փորձել մոլորեցնել, խաբել, հա, այդպես ինչ որ փուչ բաներով։
Օրվա ընթացքում կարող եք գնալ պետական հիմնարկություն կամ այնտեղից կարող են գալ ձեզ մոտ, հնարավոր է նաև ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, բանկ է եւ այլն։ Եվ երեկոյան կամ ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 11-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու կամ ձեզ մոտ են ինչ-որ մարդիկ գալու առավոտյան։ Նա որ այստեղ առիթ է, ձեր տանն առիթ կամ հենց գնում եք առիթին մասնակցելու համար, բայց առավոտյան եք գնում։ Գուցե գնում եք օգնելու, ամենայն դեպս սեղանի շուրջ եք նստելու, տան հետ կապված իրադարձություններ են։ Միգուցե բնակարանամուտ եք անում եւ նշում եք այդ բնակարանը, դա մար առավոտյան շատ շուտ եք գնում։ Օրվա ընթացքում կտատանվեք, ինչ-որ բան է ձեզ տանջում, էմոցիոնալ կլինեք բավականին շատ։ Ոմանց նաև ամուսության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, հնարավոր է հարսանիքի եք պատրաստվում, որպեսզի գնաք, նաև տան հետ կապված ինչ-որ բան է, տան անդամների հետ կապված ամուսնու եւ այլն։ Սա նաև գործարք է, որը կարող եք ցանկանալ կնքել, բայց այստեղ ճիշտ եք անում, որ տատանվում եք, որտեղ փուչիկն էլ է ընկել, դա նշանակում է, որ կարող է այդ գործարքը փուչիկը հորինված մի բան է եւ կարող է դա ձեզ վնասել։ Մի փոքր երկար մտածեք, ոչ թե մի փոքր, այլ շատ լավ երկար մտածեք։ Պարտադիր է դա։ Եթե փուչիկը կա, դա ոնց որ փորձում են ձեզ խաբել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 11-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը գորգռում եք, ինչ-որ բանի վրա եք գորգռում, ինչ-որ մեկի վրա եք գորգռում, ինչ-որ բան է կամ անսպասելի կանգ է առնում, ինչ-որ բան է դանդաղում եւ դա անսպասելի է ձեզ համար եւ կտրուկ որևիցե կամ ինչ-որ մեկին եք սպասում, կարող է հետո միանգամից ասում եք, բայց չենք գալու, մոռացել ենք, սկսում եք գորգռալ։ Նաեւ անսպասելի լուր կլսեք այդ օրը, կսպասեք օրվա ընթացքում եւս ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ նոր երեկոյան այստեղ սեղանի շուրջ եք նստելու, որից լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, նոր ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։